Արդեն 2 օր է փորում են Երևանը քաղաքապետարանի աշխատակիցները։ Մայրաքաղաքի փողոցներում նորից արմատախիլ են անում հաստաբուն ծառերը։ Կանաչ քաղաքը դարել է ոնց որ անապատ լինի։ Ոչ մի ծառ, ոչ մի բան։ Հենց նոր ուզում էի հարցնեի, այս կտրելու տեղը նորից տնկելու եք թե չէ։ Կանաչը անպայման պետք է մանավանդ այսքան մեքենաների առատության մեջ։ Օդը պիտի մաքուր լինի։ Օդի աղտոտվածության ռեկորդներին մոտեցող Երևանում ողբերգական հետևանքներ կարող է ունենալ առանց այդ էլ քիչ կանաչի վերացումը։ Մարդիկ անհանգստանում են, հին ծառերի փոխարեն նորերը կլինեն։ Քաղաքի տեսանկյունից, քաղաքաշինական, հանրային առողջության տեսանկյունից սա խայտառակություն է ուղղակի։ Ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը պնդում է, անթույլատրելի է կոտրել քաղաքի կանաչ ողնաշարը, պետք է հատել միայն վնասված ծառերը։ Փողոցների ծառերը, դրանք օդափոխության միջանցքներ են, հաստացի կոտրում ենք Երևանի կանաչ ողնաշարը, ինքներս պայքարել ենք 2021 թվականին ոչ մի ծառ Երևանում չենք հատել, միայն արել ենք բուժական աշխատանքները։ Քրիստինա Վարդանյանի խոսքով շատ ծառերի արմատներ վնասվում են մայթերի վերանորոգման ժամանակ, ինչն էլ դրանց չորացման պատճառ է դառնում։ Եզրաքարերն են նոր տեղադրվում, որոնք ուղղակիորեն տեղադրված են ծառերի արմատավզիկների վրա, ամբողջությամբ կտրտված են ծառերի սնող արմատները, որոնք որ 30 սանտիմետր խորության վրա են գտնվում, այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ ժամանակի մեջ այս բոլոր ծառերը չորանալու են։ Հենց չորացած ծառերն էլ կտրում ենք, վստահեցնում են կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատողները, ասում են Տիգրան Մեծ պողոտայում տապալված ծառերը մոտ 80 տարեկան են ու կորցրել են կենսունակությունը։ Քրիստինա Վարդանյանը, որ 5 տարի առաջ նույն ՀՕԱԿ-ի փոխտնօրենն էր, պնդում է, արմատախիլ արված ծառերը լավ վիճակում էին, իրենք ժամանակին նույնիսկ բուժել են դրանք։ Ինչպես Ալիևը իր սեփական պատմությունն է գրում, տենց էլ Երևանի քաղաքապետարանը սեփական գիտությունն է գրում կանաչապատման ոլորտում, որը աղերս չունի գիտության հետ։ Մի քանի տարի հետո փարթամ ծառեր լինելու են Տիգրան Մեծ պողոտայի մայթերին, վստահեցնում է կանաչապատում ՀՕԱԿ-ի ներկայացուցիչը։ Կենսունակությունը գործած հեռացվել է, այս նույն տեղերում փոխարինվում է ավելի գեղեցիկ ծառերով։ Տիգրան Մեծ պողոտայի մայթերի բարեկարգումն ու ծառատունկը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ եթե եղանակը խանգարի, աշխատանքները կշարունակվեն գարնանը։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Առաքել Օհանյան և Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։